Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, քանի որ հայ ժողովրդի որոշակի մասը հիմա պահքի մեջ է, այսինքն ուտում է միայն սնվում է բուսական ծագում ունեցող ուտելիքներ, դրա համար այսօր ես բերել եմ տորտ, որը համապատասխանում է պահքին։ Չի պարունակում ոչ ձու, ոչ կարագ, ոչ կաթ։ Նայեք, ինչպիսի հրաշք գեղեցիկ եւ փորձեք պատրաստեք, անպայման կհամոզվեք, որ շատ համեղ տորտ է։ Հիմա ես կկտրեմ եւ դուք կտեսնեք ներսից ինչպիսի տեսք ունի մեր այս տորտը։ Նայեք, սիրելիներս, չեք պատկերացնի, թե որքան համեղ է։ Պետք է անպայման փորձեք։ Ասեմ, որ կարող եք եւ կլեմենտինայի փոխարեն ցանկացած միրգ, հատապտուղ, ընդեղեն օգտագործեք խմորի մեջ։ Բարի ախորժակ, փորձեք, անպայման կստացվի։ Բիսկվիտի համար վերցրել եմ ալյուր, կակաո, շաքարավազ, փխրեցուցիչ, ջուր, բուսայուղ, մի փոքր աղ եւ այս պահին իմ ձեռքի տակ կլեմենտինա էր, 3 կլեմենտինա, որոնք պետք է մաքրեմ եւ լցնեմ խմորի հետ։ Վերցրել եմ 4 բաղադրիչները, խառնել եմ միմյանց։ Կակաոն, մի փոքր աղ, խառնել եմ, հետո ավելացնում եմ փխրեցուցիչը, նորից մի փոքր խառնելուց հետո ավելացնում եմ բուսայուղը եւ սենյակային ջերմաստիճանում ջուրը, նորից խառնում եմ եւ ստանում եմ նման մատուցիկությամբ մեր խմորը։ Դնենք մի կողմ մի փոքր հանգստանա, մաքրենք մեր կլեմենտինան, կեղևահան ենք անում եւ մանր կտրատում ենք։ Վերցնում եմ 22 սանտիմետր տրամագծով մեր տապակը, խմորի մի մասը լցնում եմ, հարթեցնում եւ ավելացնում եմ մանրացրած միրգը։ Կարող եք ցանկացած միրգ օգտագործել, ընդեղեն, ինչ որ կցանկանաք։ Այս պահին ես ունեի կլեմենտինա, շատ համեղ է լինում մանդարինով, նարինջով։ Ամբողջ միրգը խմորի վրա տեղավորելուց հետո ավելացնում եմ մնացած խմորը։ Մեր ջեռոցը արդեն միացրած է 200 աստիճան, բայց պետք է թխեմ նախնական 180, վերջի 10-15 րոպեն 160 աստիճան։ Հարթեցնելուց հետո դնում եմ արդեն թխելու։ Թխվելուց հետո ազատում եմ օղակից, թողնում եմ հովանա եւ պատրաստում եմ միջ հովանալը գլազուրը։ Գլազուրի համար վերցրել եմ կակաո, շաքարավազ, ալյուր, ջուր եւ մի փոքր բուսայուղ։ Եփելուց հետո վերջի պահին, երբ արդեն բավականին թանձրացել է մեր գլազուրը, վերցնում եմ բուսայուղը լցնելուց հետո վերցնում եմ, թողնում եմ հովանա եւ արդեն
պատում է մեր ամբողջ բիսկվիտը։ Այն մարդիկ, ովքեր պահքի մեջ չեն, կարող են օգտագործել այս բիսկվիտի հետ ցանկացած կրեմ, այն շատ համեղ է լինում։ Իսկ ես, քանի որ նախատեսված է պահքի համար, ձևավորել եմ մրգերով, նայեք ինչպիսի հրաշալի տեսք ստացավ մեր տորթը։ Փորձեք պատրաստեք, անպայման կստացվի։